Հաջողության հասած գործերը բազմաթիվ են, բայց դրանցից կներկայացնեմ երկուսը, որոնք վերջերս են տեղի ունեցել, այսինքն վերջի երկու հաջողության հասած գործերը, որոնք որ հենց նոր մտել են օրինական ուժի մեջ, ստացել են այդ դատավճիռները, օրինական ուժ ինվեստորին առաջադրված էր մեղադրանք շինարարության ընթացքում կանոնները խախտելու համար, որի արդյունքում ազգությամբ առաջացել էր մարդու մահ։ Արդարացման վերդիկտը այդ գործով կայացրել է պարոն Կարապետյանը, Երևան քաղաքի ընդհանուր էսության քրեական դատարանի մասիվի նստավայրի դատավորներից է, շինարարական աշխատանքների ընթացքում կանոնների խախտման արդյունքում ազգությամբ առաջացած մահվան դեպքով մեղադրանք էր առաջադրվել անհատ ձեռնարկատիրոջը, ում անունով որ այդ ԱՁ-ն բացված էր, սակայն քրեական վարույթի սկզբնական փուլում թե ցուցմունքների, թե փաստաթղթերի տեսքով մեր կողմից ներկայացվել է, որ կոնկրետ անհատ ձեռնարկատերը որևէ առնչություն չունի այդ ընկերության գործունեության հետ, որովհետև նրա լիազորագրով դա ոնց որ այդ անհատ ձեռնարկատիրոջ հետ կապված բոլոր գործառույթներն իրականացնելը պատվիրակել էր այլ անձին, իր բարեկամին, եւ իր բարեկամն էր ամբողջությամբ զբաղվում այդ աշխատանքներով։ Իհարկե նման գործերում հատկանշական է շատ կարևոր դեր ունի փորձաքննության, պատասխանները եւ փորձագետի եզրակացության համաձայն այդ կանոնները խախտվել էր հենց ԱԶ-ի կողմից, ինչի արդյունքում ԱԶ-ում գրանցված եւ աշխատող աշխատակիցը մահացել էր։ Սակայն իհարկե մեր կողմից այս փուլում չվիճարկվեց այդ փորձաքննության պատասխանները, որովհետեւ դրա անհրաժեշտությունը մենք չտեսանք, որովհետեւ ակնհայտ է, որ փորձաքննությունը որևէ կերպ չէր առնչվում ինվեստորի շահերին, եւ մենք փորձեցինք գնալ այն ճանապարհով, որ ապացուցենք, որ այդ աշխատանքների եւ ենթադրյալ կանոնների խախտումը, եթե նույնիսկ կատարվել է, ապա դա չի կատարվել ինվեստորի կողմից եւ առկա փորձաքննության եզրակացության պայմաններում, այո, պարոն Կարապետյանը կայացրեց շատ արդար դատական ակտ, օրինական դատական ակտ եւ արդարացրեց ինվեստորին, հաստատելով այն հանգամանքը, որ նա որևէ կերպ առնչություն չունի այդ ԱԶ-ի գործունեության հետ եւ այդ կանոնների խախտումը նրա կողմից չի կատարվել։ Այստեղ շատ կարեւոր հանգամանք է անձի անձնական պատասխանատվության, սկզբունքը, որովհետեւ յուրաքանչյուր անձ կարող է պատասխանատվության ենթարկել հենց իր գործողությունների համար, սակայն այս դեպքում, երբ որ անհատը ձեռնարկատերը լիազորել է իր ամբողջ գործառույթների իրականացումը, պատվիրակել է այլ անձի, ուստի այլ անձի գործողությունների համար ինքը չի կարող ենթարկվել պատասխանատվության, ինչքան էլ որ այդ աշխատակիցը գրանցված է այդ անհատ ձեռնարկատիրոջ մոտ։ Ուստի սա էլ հատկանշական էր հենց այդ առումով, որ դեռևս բավարար չէ, որպեսզի աշխատակիցը գրանցված լինի անհատ ձեռնարկատիրոջ մոտ կամ փորձագետը տա, որ կոնկրետ անհատ ձեռնարկատերն է մեղավոր, որպեսզի նրա մեղավորությունը արդեն իսկ հաստատված լինի։ Նման դեպքերում նույնպես լինում է, որ դատարանները կայացնում են արդարացման վերդիկտ։